Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե իբր մարտի 30-ին ժամը 22:30-ից մինչև մարտի 31-ը ժամը 4:35-ը Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան եւ հարավ-արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը, հայտնում են Հայաստանի պաշտպանության նախարարությունից։ Միաժամանակ հայտնում ենք, որ մարտի 31-ին ժամը 00:50-ի սահմաններում ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն, ուժասներ չկան։ Ադրբեջանական կողմին կոչ են անում հետաքննել Խնածախ բնակավայրի բնակելի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Ադրբեջանը 10 օրից ավելի է, ինչ համակարգային առումով խախտում է հրադադարի ռեժիմը, վախ, սարսափ եւ խնդիրներ ստեղծում սահմանամերձ բնակիչների համար, սակայն իշխանությունը կամ լուռ էր կամ անհեթեթ մեկնաբանություններ տալիս։ Մարդկանց տեղերում խաբելով, վախեցնելով զգուշացնում էին, որ լռեն, հարցազրույցներ չտան, խնդիրը չբարձրաձայնեն, հավաստիացնելով, որ իրենք խաղաղություն են կառուցում, հայտնում է Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Ինչպես լինում է նման դեպքերում, թշնամին դառնում է ավելի լկտի ու վտանգավոր, հատկապես որ իրեն ոչ մի ձևով չեն պատասխանում։ Իրադրության լրջությունը նոր միայն ստիպել է իշխանությանը հանրությանը տեղեկացնել, որ ադրբեջանցիները ոչ միայն կրակում են մարտական դիրքերի, այլ նաև բնակավայրի ուղղությամբ ու հետևանքն այսօր Խնածախում տեղի ունեցածն է անհերքելի ապացույցներով։ Ադրբեջանը գիշերային ժամերին շարունակում է անկանոն կրակահերթերով խախտել հրադադարի ռեժիմը։ Երեկվանից իր խախտումները հայկական կողմի վրա բարթելուց բացի, Ադրբեջանը նաև ՊՆ-ին մեղադրում է ԱԹՍ-ների ակտիվության հարցում։ Կոնկրետ առաջնագծի տեսանելի հատվածում ադրբեջանական շարժեր, ակտիվություն առանձնապես չկա, իսկ թե ինչ է կատարվում խորքում դժվար է ասել։ Ամեն դեպքում Ադրբեջանի համակարգված գործողություններն առաջնագծում ոչ մեծ ինտենսիվությամբ շարունակվում են։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխանցմամբ ամփոփվել են Գյումրու 82 ընտրատեղամասերից 81-ի արդյունքները, որևէ քաղաքական ուժ չի կարողացել հավաքել 50+1% իշխանություն ձևավորելու համար։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածու Սարիկ Մինասյանը ստացել է 36.2% քվե։ Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանը ձայների 20.5%, Մայր Հայաստան կուսակցությունների դաշինքի թեկնածու Կարեն Սիմոնյան, Մեր քաղաքակուսակցությունների դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանը ձայների 15.5%, Իմ հզոր համայն կուսակցության թեկնածու Ռուբեն Մխիթարյանը ձայների 8%, Ապրելու երկիր կուսակցությունը 1658 քվե, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը 642 քվե, Եվրադաշինք կուսակցությունների դաշինքը 2071 քվե, Դեմոկրատական այլընտրանք կուսակցությունը 1387 քվե, Անճշտությունների գումարային չափը 172-ն է, անբավեր քվեաթերթիկների թիվը 613։ Ընդդիմադիր երկու ուժերը Իմ հզոր համայնք կուսակցության թեկնածու Ռուբեն Մխիթարյանն ու Մայր Հայաստան կուսակցությունների դաշինքի թեկնածու Կարեն Սիմոնյանը արդեն հայտարարել են, որ կմիանան երկրորդ տեղը զբաղեցնող ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ընտրություններում հաղթած քաղաքական ուժերին եւ թեկնածուներին։ Ձայների 36.21%-ը հավաքած իշխանական քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածու Սարիկ Մինասյանն էլ Facebook-ում շնորհակալություն է հայտնել յուրաքանչյուր քվեի համար, մասնավորապես նշելով, որ իրենց տրված քվեները չեն փոշիացնելու, այն ծառայելու է Գյումրուն ու բոլոր գյումրեցիներին։ Փառաքար համայնքում քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանն շնորհավորել է Վալոդիա Գրիգորյանին հաղթանակի կապակցությամբ։ Սիրելի գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս, ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու, դա հաստատ է։ Facebook-ում այսպիսի գրառում է արել Մարտուն Գրիգորյանը։ Վարդան Ղուկասյանը հետընտրական ասուլիս էր ավիրել եւ կրկին շեշտել, որ ՔՊ-ին միանալու մտադրություն չունի։ Ինչ մնում է Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ, ես հույսով եմ, որ մենք ինչ որ պայմանավորվել ենք մինչև ընտրությունները բոլորս հեռուստատեսության աչքի առջև մենք ասել ենք, ես օրինակ, այսպես եմ ասել։ Եթե ինձանից որևիցե մեկը ընդդիմությունից իհարկե շատ ձայներ հավաքի, միանշանակ ես կմիանամ իրեն եւ ընդոպ ոչ պաշտոնների ակնկալիքով։ Առանց փոխքաղաքապետի, առանց բաժնի պետերի ինչ որ մի բանի, ես այդպես հայտարարել եմ եւ գիտեմ, որ ուրեմն Ռուբենը արդեն հայտարարություն է արել, որի համար ես իրենից շնորհակալություն եմ հայտնում, Կարենը նույնությամբ հայտարարություն է արել, ես իրենից եւս շնորհակալություն եմ հայտնում եւ ես հույսով եմ, որ ես անպայման իրենց հետ կբանակցեմ, կքննարկեմ, ընդհանուր կցանկանայի, որ իրենցից եւ աշխատանքի հարց լուծվեր քաղաքապետարանում, ինչու՞ չէ Եվ իրենց ծրագրերից, եթե տեսնեն, որ իմ ծրագրերի մեջ չկա, մենք կարող ենք նստել, քննարկել, եթե տեսնեմ առողջ իրենց ծրագրերից, ուրեմն կաշխատենք, որ իշա քաղաքի կարողանանք այդ ծրագրերը կյանքի կոչել։ Ինչ մնում է Մարտուն Գրիգորյանի կապակցությամբ, ես հույսով եմ, որ Մարտուն Գրիգորյանը եւս իր խոսքերը ինչ որ ասել է,
ինչ էլ որ պակաս է եղել, հավանական է մենք կարող ենք նստել, բանակցել, քննարկել, խոսել, այնպես որ ես ոչ մեկին թշնամու աչքերով չեմ նայում, ինչ կանել, ուրեմն վերադաս կառույցները ուզեցան խառնել Գյումրի քաղաքը եւ որոշակի բաներ կարողացան ուրեմն կազմակերպել, բայց ես ասել եմ, որ ես թշնամի չունեմ հայ ժողովրդի մեջ, իմ թշնամիները Օսմանյան Թուրքիան են եւ Ադրբեջանն է։ Ես հայ ժողովրդի հետ թշնամություն չեմ պահում միանշանակ, որովհետեւ ես այդպեսին եմ իմ բնավորությամբ։ Կարող է եւ դա իմ ուրեմն մինուս կողմերից մեկն է, բայց հանուն աստվածային սիրո, հանուն ճշմարտության ես այդպես ապրում եմ ու բոլորը այս քաղաքում ինձ գիտեն, որ ես իրոք իմ խոսքերը ես ներողամիտ մարդ եմ։ Գյումրիում եւ Փարաքարում երեկվա քվեարկության արդյունքները ցույց տվեցին հայ ժողովրդի իրական վերաբերմունքը երկրում քաղաքական իշխանության նկատմամբ։ Ռել է Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, ըստ նրա ակնհայտ դարձավ, որ Հայաստանում ավականու ընտրությունները սոսկամանքային չեն, դրանք դարձել են հանուն հայոց պետականության ու հայ ժողովրդի արժեքների պահպանության կռիվ։ Վառ օրինակ է Գյումրու ավականու ընտրությունների քարոզարշավի ընթացքում Արցախն արատավորելը, մեր հերոսների նվիրական պայքարն ու սխրանքը ոտնատակ տալը ՔՊ թեկնածուի ու ողջ ՔՊ վերնախավի կողմից։ Միայն մեր քաղաքացիների արժանի հակազդեցության շնորհիվ այս արատավոր մտածողությունը չընդունվեց։ Ինչպես ասել եմ, ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում եւ Սփյուռքում մարդկանց պառակտմամբ եւ իրար նկատմամբ ատելությամբ, քաոսով։ Արժանապատվություն վիրավորելը, մարդուն հայոյելը եւ դա հատկապես ամբարտավան ձևով ու հրապարակային անել նրանց գլխավոր զենքերից է։ Հայ ժողովրդի համերաշխությունը, մեր նվիրական արժեքների պահպանումը, իրար արժանապատվություն հարգելը եւ մեր ինքնությունը չուրանալն այս ամենի դեմ պայքարի դեղամիջոցներն են։ Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի խոսքով վերջին բոլոր ընտրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում թրքաֆաշիստները օգտագործելով բոլոր հնարավոր եւ անհնարին ռեսուրսները 1/3-ից ավելի ձայն չեն կարողանում վերցնել։ Իհարկե, եթե նրանք իշխանության լծակներ չունենան, այդ 30%-ը արագ կդառնա 3, բայց դրա համար միայն մի փոքր բան է անհրաժեշտ։ Ընդդիմության բոլոր հատվածները պետք է մի կողմ դնեն հին ու նոր հակասությունները եւ միավորվեն մեկ նպատակի շուրջ։ Հայ գերիների հարցով ես կարող եմ միայն դիմել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչը մի քանի անգամ արել եմ, հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։ Ալիևն ասում է դատերը կվերջանան, որոշում կկայացնենք, թե ումներ ենք, ում չէ, այսինքն ամեն ինչ իր ձեռքում է, անորոշություն է։ Ինչ սուտ մեղադրանք ասես չեն ներկայացրել, բայց օրինակ Ռուբեն Վարդանյանն ինչ կապ ունի տերորիզմի հետ, նշել է Աբրահամյանը, հավելելով, որ ԱՄՆ սենատում էլ է հարցը բարձրացել ու առհասարակ ում հնարավոր է ասել է։ Մարտի 30-ից ապրիլի 2-ը տարածաշրջանային այցի շրջանակում Գերմանիայի նախագահը Հայաստանում է, այցելելու այնուհետև նաև Ադրբեջան։ Սա երկու երկրներ դաշնային նախագահի առաջին այցն է Երևանում։ Ֆրանկվալտեր Շտայնմայերը հանդիպել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նախատեսված է նրա այցը Թումո կենտրոն, Հայաստան այցի երկրորդ օրը Շտայնմայերը մեկնելու է Դիլիջան, որտեղ նախատեսվում է հանդիպում հայ կինձեռներեսների հետ։ Ծանոթանալու է քաղաքաշինական զարգացման ծրագրին։ Ծրագրում նաև այցելություն է Սևան, հայկական եկեղեցի եւ հիդրոօթերևութաբանական չափիչկայա։ Գերմանիայի նախագահի գլխավորած պատվիրակությունն արդեն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Գերմանիայի նախագահը շնորհավորել է Երևանին եւ Բաքվին խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնության հասնելու համար, նշելով, որ փաստաթուղթը կարող է ճանապարհ բացել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության համար։ Շտայնմայերը կոչ է արել կողմերին շուտապույտ ստորագրել, վավերացնել եւ իրագործել խաղաղության պայմանագիրը։ Հայաստանի արտգործնախարարությունը մեկնաբանել է Սպուտնիկ Արմենիայի հարցումը, թե արդյոք Հայաստանը նախատեսում է տարեկան անդամավճարները վճարել ՀԱՊԿ բյուջե։ Հայաստանյան կողմը պաշտոնապես տեղեկացրել է ՀԱՊԿ քարտուղարությանը, որ ձեռնպահ կմնա ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի մասին ՀԱՊԿ որոշման ստորագրումից եւ դրանով նախատեսված կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց, ասել են արտգործնախարարությունից։ Գերատեսչությունից նշել են նաեւ, որ ՀԱՊԿ ներքին ընթացակարգերի համաձայն կազմակերպության ամենամյա բյուջեի վերաբերյալ տեղեկատվությունը չի կրում հանրային բնույթ։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը հայտարարել էր, որ եթե Հայաստանը մինչև 2025 թվականի վերջ ՀԱՊԿ բյուջե չվճարի իր անդամավճարը, կազմակերպության անդամ երկրները կարող են տարբեր սցենարներ դիտարկել։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ Արցախի նախկին մի Պարտակ Բեգլարյանը հայտարարել է, որ արցախցիների համար ամենակարևոր հարցն այն է, որ բնակարանային ծրագիրը պետք է ապահովի կանոն արժանապատիվ լուծում ժողովրդի կեցության խնդիրների համար։ Բեգլարյանը շեշտել է, որ բնակարանային ծրագիրն ինքնին այդ պայմանները չի ապահովում, որովհետեւ բազմաթիվ խնդիրներ են առկա եւ այդ խնդիրները, երբ բարձրաձայնվում են, լուծումներ չեն ստանում։ Ես կարծում եմ կան բաներ, որոնք միտումնավոր են անում, կան բաներ, որոնք
ուղղակի կառավարման սխալների հետևանք է։ Միտումնավոր է միանշանակ, որ համայնքային բնակեցում չեն ցանկանում։ Այսինքն որպեսզի փակեն Արցախի հարցը։ Որովհետև իրենք մտածում են քաղաքական առումով, բնականաբար Նիկոլ Փաշինյանը դրա մասին ուղիղ քանից արտահայտվել է, որ Արցախի հարցը փակված է, Արցախյան շարժում չկա, Արցախի ժողովրդի վերադարձի հարց չկա Հայաստանի իշխանությունների օրակարգում, իսկ եթե մենք ունենանք համայնքային բնակեցում, մենք կպահպանենք մեր ինքնությունը ավելի հեշտ եւ ավելի հեշտ կպայքարենք մեր հավաքական իրավունքների համար։ Ահա այս պատճառով նրանք նախընտրել են ապակենտրոնացված ցրիվ բնակեցում։ Ատելության քարոզն էլ ես կարծում եմ, որ միտումնավոր է եւ մենք տեսնում ենք, որ տարբեր իշխանական падգամավորների, նույնիսկ վարչապետի շուրթերից հաճախակի ուղղակիորեն կամ անուղղակի կերպով թիրախավորվում են արցախցիները կամ Արցախի ժողովուրդը կամ Արցախի ժողովրդի համար շատ կարևոր արժեքներ, որոնք գեներացնում են ատելության քարոզ։ Ինչու Հայաստանի Հանրապետության հետ համատեղելի է Արցախի վերադարձի հարցը։ Դրանք բոլորը գեներացնում են ատելության քարոզներ, այդ թվում այն, որ Արցախը եղել է բեռ, Արցախը վզկապ է եւ այլն եւ այլն։ Ազգային ժողովում փակ քննարկման ժամանակ վեճ է տեղի ունեցել անհետ կորածին ծառայողների հարազատների եւ իշխանական պատգամավորների միջև։ Իրանը պատրաստության է բերել հրթիռները ԱՄՆ նախագահի աճող սպառնալիքների ֆոնին հավանական պատասխանի համար արձակման պատրաստ հրթիռների զգալի մասը գտնվում է երկրի տարածքով մեկցրված ստորգետնյա օբյեկտներում, դրանք կարող են հարվածել Միացյալ Նահանգների հետ կապված թիրախներին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կիրակի սպառնացել էր Իրանին ռմբակոծություններով եւ երկրորդական մաքսատուրքերով, եթե Թեհրանը համաձայնության չգա Վաշինգտոնի հետ իր միջուկային ծրագրի շուրջ։ Թրամփի սպառնալիքները հնչել են այն բանից հետո, երբ անցած շաբաթ Իրանը մերժել է Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցությունները վարելու առաջարկը։ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին ասել է, որ չի հավատում երկրի վրա ԱՄՆ-ի կողմից դրսից հարձակման հնարավորությանը, սակայն եթե Վաշինգտոնը փորձի ապստամբություն հրահրել Իսլամական Հանրապետության ներսում, դա կոշտ պատասխան կստանա։